Thank you very much. The last time Վերջին անգամ ես լրագրողների առջև ելույթ եմ ունեցել Մոսկվայում 2004 թվականին, Աննա Պոլիտկովսկայայի հրավերով, 1 տարի անց ես ձերբակալվեցի, 2 տարի անց Աննան սպանվեց, այնպես որ հուսով եմ այս հրավերը որևէ կերպ դժբախտություն չի բերի Հայաստանի ժողովրդին։ Ուզում եմ սկզբում մի բան ասել, ես հրեա եմ, և ամեն տարի մենք նշում ենք Պասեքը, և Հագադայում այն սուրբ գրքում, որտեղ կարդում ենք Եգիպտոսում հրեաների ստրկության մասին, միշտ օգտագործվում է մենք բառը։ Մենք ստրուկներ էինք Եգիպտոսում, հենց այդ խոսքերն ինձ բերեցին մարդու իրավունքների ոլորտ, որովհետև ես հասկացա, քանի դեռ որևէ անհատ ստրկացված է, նա նրանք չէ, նա մենք է։ Եվ ես ասում եմ բոլորիդ, ամոթ Հայաստանին։ Ամոթ Հայաստանին Բաքվում գտնվող պատանդների նկատմամբ այս վարքագծի համար։ Ինչու ձեզնից ոչ ոք չի կրում այդ խեղճ մարդկանց նկարները։ Եվ երբ պարոն Մակրոնը ժամանում է օդանավակայան, ինչու նա չի տեսնում հազարավոր հայերի այդ խեղճ պատանդների լուսանկարներով։ Որովհետև քանի դեռ նրանք պատանդ են, դուք եք պատանդ։ Միանգամայն պարզ է, որ Հայաստանի կառավարությունը ղեկավարվում է Բաքվից, էլ ինչ պետք է տեսնեք դա հասկանալու համար։ Ինչու դուք դրան չեք անդրադառնում հնչեղ և հանրային ձևով։ Ես ներկայացնում եմ ընդդիմության առաջնորդներից մեկին, որը չի կարողանում դուրս գալ իր տնից, և նրա հանցանքը 1700-ամյա եկեղեցին պաշտպանելն է։ 3 տարի շարունակ ես պաշտպանել եմ ուկրաինական ուղղափառ եկեղեցին ավտորիտար առաջնորդ պարոն Զելենսկուց, որը գալիս է այստեղ։ Եվ ես ձեզ սա կասեմ. 3 տարվա պայքարից քահանաներին ծեծի ենթարկելու և եկեղեցիները հափշտակելու փաստերը 3 տարի դատապարտելուց հետո Ուկրաինայի կառավարությունը փոխվել է։ Նրանք հայտարարել են, որ ճանաչում են եկեղեցին որպես Ուկրաինայի համար հիմնարար արժեք, այլ ոչ թե Ռուսաստանի։ Սա հսկայական փոփոխություն է, և դա տեղի ունեցավ, որովհետև մարդիկ մոբիլիզացվեցին։ Ոչ մի արդարացում չկա նրան, որ այդ պատանդները ևս 1 օր մնան Բաքվում։ Քանի դեռ դուք բոլորդ ապրում ու շնչում եք, դա չպետք է լինի։ Իսրայելն ուներ պատանդներ։ Դուք չէիք կարող մտնել որևէ խանութ առանց նրանց նկարները տեսնելու։ Դուք չէիք կարող քննարկել որևէ բան առանց զոհերի մասին խոսելու։ Ես գալիս եմ Հայաստան և չեմ տեսնում այդ մարդկանց ոչ մի լուսանկար։ Այժմ ես շատ բան կարող եմ ասել մարդու իրավունքների մասին, բայց մարդու իրավունքները հենց մարդկանց մասին են։ Եվ Բաքվում գտնվող այդ մարդիկ, նրանք ներկայացնում են ձեզ, քանի դեռ նրանք բանտում են, դուք եք բանտում։ Դուք չեք կարող արտահայտվել, դուք չեք կարող ունենալ մի կառավարություն, որը հոգ է տանում ձեր շահերի մասին, որովհետև այս կառավարությունը չի հոգում ձեր շահերի պաշտպանությունը։ Նրանք բանտարկում են ընդդիմությանը, նրանք կործանում են եկեղեցին, նրանք ձևացնում են, թե անկախ են, երբ մենք բոլորս գիտենք, որ այդպես չէ։ Եվ այդուհանդերձ, դուք նստած եք այստեղ և հյուրընկալում եք Եվրամիությանը, ինչը շատ հաճելի է։ Խոսելով իմ պաշտպանյալի անունից, կարող եմ ասել, մենք ընդունում ենք Եվրամիությանը և Եվրամիության սկզբունքները։ Ինչ որ մեկը թող ինձ ասի, որտեղ է Եվրամիությունը։ Այդ դա է, որ ուզում եմ իմանալ, ովքեր են այս մարդիկ, որ ձևացնում են, թե իրենք Եվրամիությունն են։ Որովհետև Եվրամիությունը Հայաստանի հետ կնքել է համապարփակ պայմանագիր, որտեղ ասվում է. ամեն ինչից վեր օրենքի գերակայությունն է։ Իսկապես, ինչ եք դուք արել Հայաստանին օգնելու համար, օրենքի գերակայության հարցում։ Ինչ եք դուք արել խոսքի ազատության հարցում։ Եվ թույլ տվեք ասել ձեզ, սա պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր է, և մենք դատարանում իրավունք ունենք հարձակվելու Եվրամիության վրա։ Մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի հետ իրենց պայմանավորված համաձայնագիրը չկատարելու համար, բայց մենք ոչինչ չենք անում, բացի սահակոծկելուց։ Եվ սա եկեք շատ հստակ լինենք, ընդամենը նախընտրական կանգառ է։ Եվրամիությունը դա արեց Մոլդովայում, նրանք դա անում են ամենուր, նրանք օգտագործում են ռուսական սպառնալիքի գաղափարը, և ես չեմ հերքի, որ դա սպառնալիք է, բայց կա նաև ադրբեջանական սպառնալիք։
Սակայն Հայաստանում ազատության ամենամեծ սպառնալիքը ներսից է։ Ինչպես դուք այս մարդկանց չեք ասում, խոսեք Փաշինյանի հետ։ Նա արդեն իսկ խեղաթյուրում է ընտրությունները, նա արդեն իսկ աղավաղում է ընտրությունները, մարդկանց բանտարկելով։ Մենք այստեղ ունենք Եվրամիության հատուկ օպերատիվ խումբ, որն իրականում պատրաստվում է փոխել սոցիալական ցանցերի ալգորիթմները ընդդիմությանը հարվածելու համար։ Սա արվում է ինչ-որ հիբրիդային խմբի միջոցով, որը գործում է 28 էջանոց հրահանգների շրջանակում, որոնք ոչ մեկին թույլատրված չէ տեսնել։ Նրանք գործում են ընդդեմ հայկական ժողովրդավարության, իսկ մենք սա ողջունում ենք որպես ժողովրդավարության տոն։ Հայաստանը չի կարող լուռ նստել։ Նրանց ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտումների, նրանց առաջնորդները պատանդ են։ Եվրամիությունը չի կարողանում հավատարիմ մնալ իր իսկ սկզբունքներին, եւ այդ պատանդների ոչ մի լուսանկար չկա։ Որտեղ են նրանք։ Մենք միայն իրավաբաններ չենք, մենք մարդիկ ենք։ Կան ընտանիքներ, որոնք կարոտում են իրենց ծնողներին։ Ինչու այդ ընտանիքները փողոցներում ցույցեր չեն անում, որպեսզի երբ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները գան, ստիպված լինեն անցնել պատանդների լուսանկարների կողքով։ Սրանք այն գործողություններն են, որոնցով զբաղվում են մարդու իրավունքների պաշտպաններն ամբողջ աշխարհում։ Իմ մուտքն արգելված է 8 երկրում։ Ես կարող եմ ձեզ պատմել, թե ինչպես ենք մենք պայքարել այդ բոլոր երկրներում։ Հայաստանը պետք է թոթափի թմբիրը եւ ձեռնարկի քայլեր, որոնք հստակ ցույց կտան, որ պատանդների շարունակական մնալն անմարդկային պայմաններում անթույլատրելի է։ Եվ ես ողջունում եմ քննադատությունը ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբի դեմ, որտեղ դուք թիրախավորում եք այն անհատին, որը ակնհայտորեն միանգամայն անկախ չէ։ Մենք հենց նոր մի մեծ դատական գործ շահեցինք նույն տրիբունալում՝ ի պաշտպանություն Տանզանիայի։ Մենք եւս մեկ գործ շահեցինք Ուգանդայի վերաբերյալ։ Մենք հասնում ենք նրան, որ Ուգանդան եւ Տանզանիան հեռացվեն ազգերի համագործակցությունից։ Կան բազմաթիվ բաներ, որոնք կարելի է անել դատարան գնալուց զատ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին եւ ազատությանը, կրոնի ազատությանը։ Ձեր կյանքի ամենահիմնարար սկզբունքներն են հարձակման ենթարկվում։ Կաթողիկոսը պարզապես անհատ չէ, նա ձեր պատմության, ձեր լեզվի եւ ձեր մշակույթի ներկայացուցիչն է։ Նրա դեմ յուրաքանչյուր հարձակում է ձեզ վրա, իսկ դուք լռում եք։ Դա անընդունելի է։ Մարդու իրավունքներն այսպես չեն պաշտպանում։ Մենք հույսներս չենք դնում միայն Սիրանույշի կամ մի քանի այլ իրավաբանների վրա։ Մենք խաղաղ կերպով եւ օրենքի սահմաններում դուրս են գալիս փողոց։ Մենք քայլերթեր ենք անում։ Լուսանկարում ենք եւ աշխարհի առաջնորդներին ցույց տալիս, որ չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել, երբ մեր եղբայրներն ու քույրերը պատանդ են այլ երկրներում։ Քաղաքական փոփոխությունն այսպես չի լինում։ Մեկ ամսից այստեղ ընտրություններ են տեղի ունենալու։ Աշխարհում որտեղ Երևանում տեղի ունեցող այս իրադարձությունը քաղաքական միջամտություն չի համարվի։ Միթե սա չի հակասում իրավունքների գերակայության բոլոր կանոններին։ Աշխարհում որտեղ չեն ասի, դե նրանք նույն բանն արեցին Մոլդովայում, նույն բացթողումով։ Գուցե նրանք ունեն հատուկ ծրագիր ընտրությունների ընթացքը շրջելու համար։ Նրանք միլիոնավոր դոլարներ են ուղարկել Փաշինյանին, ալգորիթմը աղավաղելու համար։ Նրանք աշխատում են միայն գործող իշխանությունների հետ։ Չկա ոչ մի թափանցիկություն։ Իրավիճակը ցնցող է։ Մենք ուզում ենք, որ Եվրամիությունն ընդունի Հայաստանին, բայց մենք նախ եւ առաջ ուզում ենք, որ Եվրամիությունը հավատարիմ մնա իր սեփական սկզբունքներին, ինչպիսին է իրավունքի գերակայությունը։ Ես այժմ կլռեմ, որովհետև չափազանց հուզված եմ։ Ես շատ վրդովվեցի, լսելով, թե ինչերի միջով են ստիպված եղել անցնել խեղճ Սիրանույշն ու նրա վստահորդները, եւ սա բավական է։ Հայաստանում այնքան շատ սարսափելի պատմություններ կան Արցախի, այս կալանավորված մարդկանց վերաբերյալ, որովհետև կալանքը Հայաստանի ժողովրդին նվաստացնելու շարունակական գործընթաց է, նրանց հնազանդեցնելու եւ անընդունելին ընդունել տալու համար։ Ահա թե ինչի մասին է այս ամենը։ Սա առանձնացված իրավիճակ չէ։ Սա մարդկանց ստիպելու համար է, որ նրանք ընդունեն անընդունելին, հրաժարվեն իրենց պատմությունից, հրաժարվեն իրենց եկեղեցուց, եւ դա անեն լուռ։ Իսկ ես ասում եմ՝ ոչ։ Շնորհակալություն։